Դեկտեմբերի 23-ին Երևանի քաղաքացիական դատարանում լսվեց Մետագոլդ ՍՊ-ի գործադիր տնօրեն Արամ Օսիկյանի հայցն ընդդեմ Հայաստանի Անտառներ ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանին։ Սա դատական առաջին նիստն էր։ Արամ Օսիկյանը Նազելի Վարդանյանից պահանջում է հրապարակային ելույթով տեսաուղերձի միջոցով հերքել իր և Մետագոլդ ՍՊ-ի մասին հանրային լսման ժամանակ հնչեցված մի շարք արտահայտություններ։ Օսիկյանը պահանջում է նշված տեսաուղերձը հնչեցնել Նազելի Վարդանյանի ֆեյսբուքյան էջում և Քաղաքացու ձայնի մեդիահարթակում։ Դիրքորոշումը միշտ հայտնում եմ, թե դա ինչքանով է ազդում որոշումների կայացմանը, ես չգիտեմ։ Այս մարդը այստեղ եկել է ոչ թե խաղաղ ճանապարհով, այլ եկել է պատերազմով, դատարաններով, քրեական գործերով։ Վեճի առարկան 2025 թվականի հուլիսի 7-ին Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի ունեցած հանրային լսումների ժամանակ Վարդանյանի հնչեցրած այս և մի շարք այլ արտահայտություններն են, որոնք ընկերության պնդմամբ արատավորում են իրենց բարի համբավը և հերքումից բացի պահանջում են նաև դրամական փոխհատուցում 1 միլիոն դրամի չափով։ Եթե ամեն մեկը այդ խոսքից դիտի, որ դա ձրպարտություն է եւ դատարան դիմի, ես չգիտեմ դա ուր կգնա կհասնի։ Ես կարծում եմ, որ այս գործընթացները միտված են լրացնելու, այդ ոլորտից հանելու, այսօր պատահական չէր, որ Օսիկյանը, որը ներկայացնում է որպես հայցոր էր խոսում եւ որպես կազմակերպության ներկայացուցիչ, ասում էր դուք պետք է լռեք ու շատ լավ կլինի, որ դուք ընդմիշտ լռեք ու չմասնակցեք այդ լսումներին, այսինքն այստեղ իմ խոսքի ազատության իրավունքն է ոտնահարվում այս դատավարությունով։ Նմանատիպ գործընթացները իրավապաշտպանները որակում են որպես սլաբ գործընթաց ընդդեմ հանրային մասնակցության։ Բնապահպանների և լրագրողների դեմ ուղղված նման հայցերը Հայաստանում վերջին տարիներին մեծ տարածում են գտել, որոնք սովորաբար չեն հետապնդում արդարադատության նպատակ, այլ ակտիվիստներին, լրագրողներին և փորձագետներին ֆինանսապես ճնշելու և վախի մթնոլորտ ստեղծելու համար է, ասում է փաստաբանը։ Վերլուծելով այսօրվա դատական նիստի ընթացքում ներկայացված պատճառները հայցի հարուցման, կարող եք պնդել, որ ներկայացված պատճառաբանությունը ըստ էության համապատասխանում է սլաբ դատավարական գործընթացի համար նախատեսված չափանիշներին, մասնավորապես հայցի հարուցումը դա ոչ թե ենթադրյալ անձի իրական իրավունքի վերականգնում է, այլ անձին որոշակի լռեցնել է, որպեսզի փաստը կարծես այսօրվա դատական նիստերի ընթացքում երկու անգամ հնչեցվեց առային, որ հայցը հարուցվել է այն պատճառաբանությամբ, որ հանրային լսումների արդյունքում հանրային մասնակիցները որպես այդպեսին դեմ են քվեարկել հանքի շահագործմանը եւ դրա արդյունքում համայնքի ավականին չի տվել իր համաձայնությունը, որպեսզի հանքի շահագործման հետ կապված հետագա գործողությունները կատարվեն։ Միանշանակ հաշվի առնելով, որ սա պիտի լինի հաջորդող գործողություններ եւ Նազելի Վարդանյանը խոսել էր նույն հիմնադրի կամ նույն տնօրենի կողմից նախկինում եւս որոշակի կազմակերպությունների հիմնադրման արդյունքում հայտերի ներկայացմանը, որոնք եւս տվել են բացասական եզրակացություն, սա կարծես թե արդեն հանրային լսումներ կազմակերպելուց 1-ից 2 ամիս առաջ գրանցված կազմակերպություններ եւ այդ մտահոգությունը եւս արկա եղել է Նազանի Վարդանյանի մոտ եւ ներկայումս այս հայցի հարուցումը կարծես թե էլի միտում կա հետագա գործողությունների ժամանակ մեկ այլ ենթադրյալ կազմակերպության կողմից ներկայացնելու ժամանակահատվածում, որպեսզի Նազելի Վարդանյանը կաշկանդված լինի խոսելու հանքի շահագործման մասին։ Հատկանշական է, որ այս դեպքում խոսքը հանրային լսումների մասին է, որտեղ օրենքով երաշխավորված պետք է լինի կարծիք արտահայտելու ազատությունը, հավելում է նա։ Քաղաքացու ձայնը մայրաքաղաք Երևանից։